Զենայի անդրադառնալ մեր ներկայիս իրավիճակում, գիտեք, կարծես կռվախնձոր դարձած եւ էլի այսպես մեր ազգային ընդհանուր նպատակից շեղող մի խնդիր, որը ձևավորվել է, կարծես հասարակությունը, ավելի ճիշտ ոչ թե հասարակությունը, այլ հիմնականում քաղաքական ուժերը բաժանվում են մի խմբի, մեկը առաջարկում է անվստահություն հայտնելու, դրա այսպես հայտնի միջազգային եզրույթով ասած իմպիչմենտի ճանապարհով գնալ, մյուս քաղաքական ուժերը չգիտես ինչու կարծում են, որ կամ տարբեր հիմնավորումներով այդ իմպիչմենտը իրենց դեմ է ուղղված։ Ես պետք է ասեմ, որ միասին շարժումը դեռ 1 տարի առաջ անդրադարձել էր անվստահություն հայտնելու գործընթացին։ Մենք ազգային ժողովի բոլոր խմբակցություններին, ներառյալ նաև ՔՊ խմբակցությանը, ուղղել էինք դիմումներ, դրանք կան, մամուլում էլ տպագրվել են, օգտագործելու այդ իմպիչմենտի, այսինքն անվստահություն հայտնելու գործիքը, որը սահմանադրական գործիք է։ Անվստահություն հայտնելու մեխանիզմը բոլոր պետություններում կարող է կիրառվել։ Խնդիրը հետևյալը չէ, որ մենք հենց հիմա այս խորհրդարանում, որտեղ ՔՊ-ն ունի մեծամասնություն, չգիտեմ, մենք ասելով նկատի ունեմ ընդդիմադիր մեր ամբողջ հատվածին, կարող ենք հաջողության հասնել։ Իմպիչմենտի գործընթացը դա նշանակում է հարցի բարձրաձայնում, համենայն դեպս միասին շարժման պատկերացմամբ եւ համապատասխանաբար փողոցի, այսինքն փողոց բառը ես իհարկե չեմ սիրում, դա սխալ բառ է, փողոցով եկած իշխանությունները նրանք շատ վտանգավոր են։ Գիտեք, հունական ժողովրդավարության մեջ կար հրապարակի հասկացությունը, հրապարակը դա ագորան է, դա ժողովուրդն է, այն որոնց առաջ Նիկոլ Փաշինյանը երդվում էր, որ հենց ժողովուրդ հավաքվի, ես հրաժարական կտամ, ես չգիտեմ, այս կանեմ, պետք է հավաքել այդ ժողովրդին եւ հասկանալ, որ անվստահություն հայտնելու հարցը բարձրաձայնելով մենք ստանում ենք մեկ հնարավորություն։ Այստեղ խնդիրը սոսկական իշխանափոխությունը չէ, որովհետեւ ՔՊ-ի իշխանությունից հեռանալուց հետո պետք է ձևավորվեն նոր իշխանություններ, այդ նոր իշխանությունը պետք է լինի հակաճգնաժամային եւ պետք է հստակ ունենա ծրագիր, որը կվայելի ժողովրդի վստահությունը։ Առանց ժողովրդի վստահության եւ այսպես հզոր ալիքի ոչ մի իշխանություն հասնել հաջողության չի կարող։ Եվ գուցե անվստահություն հայտնելու գործընթացը այո պատճառ կհանդիսանա, որպիսի քաղաքական այն բոլոր ուժերը, որոնց նպատակը ինքնիշխան հզոր Հայաստան ունենալն է իր սահմաններում եւ դեպի հայոց Արցախի բնակչության վերադարձի իրավունքի գործարկումը ապահովելն է, որից հետո մենք ցավոք սրտի այո նորից ենք ստիպված լինելու ինքնորոշման մեր հանրաքվեն անցկացնել, իսկ առաջին խնդիրը լինելու է վերադառնալ մեր տարածքները, վերադարձնել արցախցիներին եւ տեր կանգնել մեր նյութական ժառանգությանը։ Այդ ոլորտում միջազգային հանրությունը կարծես չէ քայլեր կատարում է, բայց մենք ոչինչ չենք անում։ Եվ ահա անվստահություն հայտնելու գործընթացում, քանի որ պետք է առաջ քաշել վարչապետի թեկնածուի անուն, դա կարող է պատճառ դառնալ, որպիսի քաղաքական ուժերը քննարկումներ սկսեն, եւ այդ քննարկումների նպատակը ոչ թե ինչ-որ անձի իշխանության բերելն է, որովհետեւ չեմ կարծում, թե այսօր Հայաստանում իշխանության գալը երկնային պարգև կամ մանանա է, դա սիզիֆյան տանջանք է լինելու եւ իսկապես հանձնառություն է առաքելություն կատարելու դժվարին Գողգոթա բարձրանալու եւ այնտեղից հաղթանակած դուրս գալու հնարավորություն, մենք կկարողանանք քննարկել, հասկանալ, թե ինչպիսի ընդհանուր ծրագրով, ինչպիսի թիմով, ինչպիսի մարդկանցով մենք կարող ենք գնալ առաջ։ Ուզում եմ շեշտել, որ միասին շարժումը այն ժամանակ էլ նշել էր, որ մենք ունենք վարչապետի մեր թեկնածուն, դա Հրանտ Բագրատյանն է, Հայաստանի Հանրապետության այսպես կայացման գործում իր դերակատարումը ունեցող գիտնական, տնտեսագետ, այսօր էլ հանրային գործիչ, բայց դա չի նշանակում, որ մենք պատրաստ չենք քննարկումների։ Այսինքն անվստահություն հայտնելու այս գործընթացը հնարավորություն է միասին խոսելու։ Եվ նաև առիթ եղավ լսելու падգամավոր Աղվան Վարդանյանի դիրքորոշումը, որ ասում էր, թե Սերժ Սարգսյանն ասում է, որ պետք է ինքը ունի
իշխանափոխություն անցկացնելու, այսպես կատարելու ծրագիր, ապա թող այն ներկայացնի։ Ես կարծում եմ, որ այո, հիմա անկեղծ լինելու ժամանակն է, եթե կան իշխանության այսպես փոփոխության եւ Հայաստանում իրականում ինձ համար դա իշխանափոխություն էլ չէ, իշխանությունը ժողովրդին, պետությանը եւ ազգին վերադարձնելու ծրագրեր, դրանք պետք է քննարկվեն բաց, ժողովրդավարական, այսպես մթնոլորտում եւ ոչ թե խարդավանքների տեսության ձեռքով։ Եվ իսկ հոգեբանական վիճակում մենք իսկապես գիտեք հասել ենք մի շատ կարևոր ջրբաժանի։ Օրինակ կարդում էի երեկ, թե ինչպես Վահագն Ալեքսանյանը, ազգային ժողովի падգամավոր, փորձում էր խղճահարություն, այսպես գթասրտություն առաջացնել իր անձի նկատմամբ, հրապարակելով իր կենսագրության վերաբերյալ ինչ-ինչ տեղեկություններ։ Այդ տեղեկություններից ամենակարևորը անհայրությունն էր։ Բայց Վահագն Ալեքսանյանին ես կարծում եմ շատերը հիշեցրին, որ իրենց իշխանության պատճառով անհայր դարձան զարհուրելի թիվ դարձած ընտանիքներ։ Այսինքն հենց իրենց պատճառով։ Ես իհարկե ափսոսում եմ, որ նրա հայրը հեռացել է եւ ինքը հայրական այսպես քնքշանք չի վայելել, գուցե դրա պատճառով է ինքը այդպիսի աղճատված պատկերացումներ կազմել իրականության մասին եւ գուցե դրանից է, որ իր մայրը եւս ինչ որ հասարակության հանդեպ անհանդուրժողականություն է ձեռք բերել, կարող էր չար պիտակավորումներ տալ, որովհետև ես որքան տեսահոլովակներ այսպես դիտեցի, նրա մորը ոչ ոք չէր ամբաստանում եւ չէր կորզում նրանից Նիկոլի դեմ ինչ որ ցուցմունքներ, ընդհակառակը ինքն էր փորձում անիծել։ Այո, դուք պետք է հասկանաք, որ եթե ճակատագրի բերումով դուք մնացել եք այսպես առանց հայրական կամ առանց ամուսնու հոգացության, դա չի նշանակում, որ դուք հետո պետք է առավել անիծեք եւ այնպես գործեք, որ արդեն տասնյակ հազարավոր մարդիկ մնան անհայր, անծնող, անտեր եւ անամուսին։ Ես կարծում եմ ընդհակառակը հոգեբանության մեջ մի այսպիսի երևույթ կա, մանկատանը մեծացած երեխաները շատ ավելի լավ ընտանիք են ստեղծում, կամ առանց հայր, առանց մայր մեծացած երեխաները իրենց ընտանիքում փորձում են կրկնակի ապահովել այդ ջերմությունը։ Իսկ պետությունը դա ընտանիքի մանրակերտն էր։ Վահագն Ալեքսանյան, դուք ոչ թե հիմա պետք է դրա մասին խոսեք, այլ այն ամբողջից առաջ այն քաղաքական ուղեգծին, որ դուք մասնակցում էիք։ Այդ ժամանակ դուք չկարողացաք ասել, որ այս գործողությունների հետևանքով այդ կազմակերպվածության, անձնատվության, ուրացման ընթացքում քանի մարդ զոհվեց, որ 150,000 արցախցիները ամենավերջին դեպքը, երբ վարչապետը գնաց եւ հայտարարեց Բրյուսելում, որ Արցախը Ադրբեջան է, դուք ամոթ չզգացիք, դուք ինչու չելաք ասելու, որ չի կարելի այդպիսի բան ասել, որովհետեւ քանի երեխա, քանի ընտանիք անտուն է մնում առանց հանապազորյա հացի։ Դուք եթե անցել եք այդ հանապազորյա հացը դժվար վաստակելու գործընթացով, թվում է թե դուք առավել պիտի զգայիք, թե ինչքան թանկ է ուշադրությունը երեխայի հանդեպ, կնոջ, մոր, ընտանիքի, բայց դրա փոխարեն դուք վարեցիք մի քաղաքականություն, որի հետևանքով որբերի եւ լքվածների, այսպես իրենց կամքից անկախ լքվածների բանակը դարձավ տիեզերական չափերի։ Դրա համար պետք չէ իզուր գթասրտություն այսպես սերմանել։ Այդ գթասրտությունը խոսքերով չէ, դա գործերով է։ Բայց սա նաև ցույց է, որ գուցե իսկապես ՔՊ-ում արդեն մարդիկ մտահոգվում են եւ փորձում են իրենց հանդեպ խղճահարություն առաջացնել։ Եվ իրոք հիմա ժամանակն է մտածելու, որ այն ուժերը, որոնք փորձում են իրենց հանդեպ խղճահարություն առաջացնել, իրենց հանդեպ անվստահությունը ձևավորված է։ Եվ եւս մեկ բան հիշեցնեմ, որ մեր քաղաքական պայքարում շատ կարևոր է։ Խնդիրը 26 թվականի այդ ընտրությունների հարցը չեն։ Ընտրությունները, գիտեք, Հայաստանում եթե իշխանության լինի ՔՊ-ն, ինչպիսի բարդ ընթացք են ունենալու, կարճ հիշեցնեմ Գյումրիի հետ կապված երեք իհարկե կանխված հանրային ճնշված միջադեպը, երբ նրանք ուզում էին այսպես մարդորսությամբ իրականում այսպես ձայնագողությամբ զբաղվել, որպիսի
ՔՊ-ին ինչ է 2-3 ձայն է կարծես պակասում այնտեղ վճռական դերակատարում ունենալու համար, ուրեմն մենք պետք է հիշենք Նիկոլ Փաշինյանը հանրաքվե է անցկացնելու, որպիսի փոխի սահմանադրությունը, որպիսի կարողանա ստանալ իրեն անհրաժեշտ այդ թուղթը, որի վերնագիրը հնչում է շատ պարադոքսալ, բայց խաղաղության պայմանագիր է, իրականում իր իշխանության վերականգնման պայմանագիրն է։ Ուրեմն մենք պետք է պատրաստվենք մեր այդ անվստահությամբ ջախջախվելու նրա հանրաքվեն։ Ուստի ով ունի ծրագիր, նա պետք է բաց ներկայացնի այն։